Բարև ընկերներ, դուք գիտեիք, որ բուքմեյքերական ընկերությունը Հայաստանում բանկ և կապի միջոց է գնել։ Շնորհակալություն վստահության և աջակցության համար։ Ընկերներ, մի կարևոր նկատառում անեմ և շարունակենք։ Նախ ցանկանում եմ ասել, որ մեր պայքարը միայն բացահայտումներ անելով չի սահմանափակվելու։ Մոտ ապագայում լինելու են բողոքի զանգվածային ակցիաներ։ Խնդրում եմ չփորձեք ինձ կապել միլիոնատերերի հետ, ովքեր փորձում են իրենց գումարներով պայքարի իմիտացիա ստեղծել։ Երբ մենք դուրս կգանք փողոց, կարող եք կասկած չունենալ, որ շատ արագ, առանց արյունահեղության, առանց օրենք խախտելու, տեղի կունենա իրական հեղափոխություն։ Խնդրում եմ զինվեք համբերությամբ և սպասեք։ Այսօր խոսելու եմ Տաշիրի Սամվելի ուժից և ֆուտբոլից։ Նախ սկսեմ ֆուտբոլում տեղի ունեցող բազմաթիվ ապօրինությունների մասին։ Ընկերներ, բազմաթիվ նամակներ եմ ստանում, որ Արմեն Մելիքբեկյանի ղեկավարած կառույցում առանց կաշառք որևէ հարց չի լուծվում, սկսած մրցավարների նշանակումներից, վերջացրած ակումբների մրցանակային տեղերով։ Նախ ուզում եմ խոսել Նոա ակումբի մասին։ Գիտեիք, որ ակումբի սեփականատերը նույն Digitain ընկերության սեփականատեր Վարդգես Վարդանյանն է։ Մի փոքր խոսեմ այդ ընկերության մասին։ Նախ Digitain-ը զբաղվում է այսպես ասած խաղերի ծրագրավորմամբ, իսկ խաղերը շահումով խաղերն են։ Այդ ընկերությանն են պատկանում նաև Տոտո բուքմեյքերական ընկերությունը։ Այսինքն Հայաստանը միակ երկիրն է, որտեղ ֆուտբոլային ակումբի սեփականատերը նաև բուքմեյքերական ընկերություն ունի։ Իդեպ Վարդգես Վարդանյանը նաև նմանատիպ ընկերություն ունի աշխարհի մի շարք երկրներում։ Պարոն Վարդգես Վարդանյան, ինչպե՞ս եք։ Որքան գումար աշխատեցիք Նոայի խաղերից։ Արդյոք եղել են պայմանավորված խաղեր։ Պարոն Վարդգես, նամակներ եմ ստանում, որ ձեր բուքմեյքերական ընկերությունը խարդախություններ է իրականացնում հենց ձեր ստեղծած խաղերի միջոցով, ինչի արդյունքում մեր հայրենակիցները լուրջ ֆինանսական կորուստներ են ունենում։ Իդեպ ընկերներ, այդ ակումբի զարգացման տնօրենը Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ մտերիմ ընկերուհին է, Աննա Օհանյանը։ Ով է Աննա Օհանյանը։ Հանրապետական նախկին падգամավոր Կարեն Ավագյանի նախկին օրականը երիտասարդական հիմնադրամում, որտեղ բազմաթիվ ապօրինություններ և թալան է եղել դեռ Սերժի ժամանակ։ Պայմանավորված իշխանափոխությունից հետո այս գեղանի օրիորդը շատ արագ Ալեն Սիմոնյանի կնոջ շնորհիվ նոր պաշտոնների նշանակվեց։ Նախ հանրային հեռուստաընկերությունում, ապա արդեն իշխանական ֆուտբոլային ակումբներում։ Իմ համեստ կարծիքով, եթե այս օրիորդի հետ պատկան մարմինները զրուցեն, ահագին սկանդալային տեղեկատվություն կստանան։ Ընկերներ, ֆուտբոլային ակումբները սեփականաշնորհելու պրոցեսից անման չի մնացել նաև հանրապետական մեկ այլ նախկին падգամավոր Նեմեց Ռուբոյի, Ռուբեն Հայրապետյանի նախկին թիմը, Փյունիկը։ Վերջերս Փյունիկը վաճառվել է արտասահմանյան ինչ-որ ընկերության, որի սեփականատերն է Անտոն Ֆարբերը։ Իսկ տնօրեն է նշանակվել Սուրեն Բաղդասարյան, ով վերջերս մեծ շուքով ընդունելություն էր կազմակերպել Նիկոլի Սրտի Արմեն Մելիքբեկյանի համար։ Վերոնշյալ Սուրենը, ըստ ստացված տեղեկատվության, ազգային անվտանգության նախկին պաշտոնյա է, ով սկսել է վաճառել Փյունիկի գույքը սեփական շահադիտական նպատակներով։ Մի խոսքով ընկերներ, ֆուտբոլում ևս Նիկոլ Փաշինյանի կլանային համակարգն է գործում։ Հիմա հարց Նիկոլ Փաշինյանին։ Պարոն Փաշինյան, Viva ընկերությունը և հայկական մեկ բանկ, որտեղ կառավարությունը ունի 20% բաժնեմաս։ Արդյոք մեկ X բուքմեյքերական ընկերությանն են պատկանում տվյալ ընկերությունները։ Խնդրում եմ հրապարակել իրական սեփականատերերին և ասել, թե ինչպես է ստացվել, որ ռուսական բուքմեյքերական ընկերությունը Հայաստանում կարողացել է բանկ ձեռք բերել և կապի միջոց։ Հիմա անցնենք ուժեղ Հայաստան կուսակցությանը։ Նարեկ Կարապետյան, ինչպե՞ս եք։ Գիտեք, որ հրապարակված ձայնագրություններ մասով ունեմ խիստ մտահոգություն, հատկապես ձեր և ձեր թիմի լռությունը իմ մոտ կասկածի տեղիք է տալիս։ Պարոն Նարեկ Կարապետյան, ես հասկացել եմ, որ դուք սիրում եք լռել, երբ ձեր սրտով չի խնդիրը, բայց կարծում եմ, որ դուք գիտակցում եք, որ լռությամբ չեք կարողանալու ձեր դեմ դրված ծրագիրը իրագործել։ Ասեմ, որ ձեր ցույցերին եկած շատ մարդիկ ուղղակի խնդրանքով են եկել, ովքեր չեն պատրաստվում ձեր ձայն տալ ձեր ուժին։ Եղբայրաբար եմ ասում, ձեր գումարները անիմաստ վատնում եք։ Պարոն Նարեկ Կարապետյան, հիմա հարց. ով է ձեր վարչապետի թեկնածուն և ով է ձեր նախագահի թեկնածուն։ Խնդրում եմ պարզաբանել, արդյոք ձեր անհավանական հաղթանակի պարագայում փոխելու եք կառավարման համակարգը կիսանախագահականի, եթե այո, ապա ով է լինելու ձեր նախագահի թեկնածուն։ Պարոն Նարեկ, ես լավ գիտեմ, բայց հույս ունեմ հանրությանը ևս կիրազեկեք։
Ընկերներ, անկախ նրանից, որ չեք սիրում գործող իշխանությանը, խնդրում եմ որևէ պարագայում ընտրակաշառքով քվե չտաք որևէ ուժի։ Եկեք միավորվենք, անենք մեր երազանքների իրական հեղափոխություն եւ վերջ տանք երկրում տիրող անիշխանությանը։ Այսօր այսքանը, կհանդիպենք վաղը, հարգանքներով, ձեր Հայը։